Ես էլ ձեզ հետ ուրախանում եմ այս հրաշալի հնարավորության համար եւ կար ժամանակ 2000 թվականին ես այս ապրումները ունեցել եմ, երբ որ մենք Դիլիջանում ունեցանք ժողովարան, ունեցանք հնարավորություն տարածք, ես այս ապրումները ունեցա, ինչքան մեծ կարևորություն է եկեղեցու համար, քաղաքի համար, տարածքի համար ունենալ մի տարածք, որտեղ մենք կարող ենք Աստծուն փառավորել։ Փառքի հոժանունի, Տերը օժտի։ Ես մի համար եմ ուզում կարդալ Սուրբ գրքից, որը գրված է Երեմիայի մարգարեության 7-րդ գլխում, քույրեր եղբայրներ։ Սա շատ կարևոր է, նախապես ուզում եմ հիշեցնել Սուրբ գրքից մեկ ուրիշ համար, ժամանակի պատճառով բոլորը չեմ կարդում, ուզում եմ հիշեցնել մեկ համար, որտեղ գրված է. Իրավի Տեր Եհովան ոչինչ չի անում, մինչև իր ծրագիր, իր նպատակները մարգարեների միջոցով չի հայտնում իր ժողովրդին։ Ես այսօր ուզում եմ ասել եղբայրներ քույրեր, որ Աստված իր նպատակը ու ծրագիրը հայտնում է մեզ։ Եվ գալիքի մեջ այնպես չի, որ Աստված առանց ասելու մի երևույթ պատահի մենք ասենք, ես ինչի էսպես եղավ։ Մենք հավատքի ժողովուրդը պարտավոր է Տիրոջ հետ կապ ունենալուց կարողանա ինքը հասկանալ ինչ է կատարվում երկրի վրա եւ այս ամենը ինչի հետևանքն է։ Դրա համար սիրելի հարազատներ, Քրիստոսով քույրեր եղբայրներ, ուզում եմ այս մասին կարդանք եւ մենք միտք առնենք։ Այս այն ժամանակն էր, որ դեռ Բաբելոնյան գերությունը չէր եղել, դեռ հրա Իսրայելը գերության չէր մատնվել, դեռ հրա ոչինչ չէր կատարվել, բայց Աստված գալիքը ասեց Երեմիային, որպեսզի ժողովրդին ներկայացնի։ Զորքերի Տերը Իսրայելի Աստվածը կսե. ձեր ճամփաներուն ու գործերը ուղեցեք, որպեսզի թողնեմ, որ այստեղ բնակվեք։ Դուք մի ապավինիք սուտ խոսքերուն, որոնք կսեն. Տիրոջը տաճարը, Տիրոջը տաճարը, Տիրոջը տաճարը այս է, քանզի եթե ձեր ճամփաներն ու գործերը ճշմարտապես ուղեք, եւ եթե մարդուն եւ անոր ընկերը մեջտեղ Իսրայել իրավունքը զգուշությամբ գործադրեք, բանդուխտին, որբին եւ որբևարին զրկանք չնեք ու անմեղ այրուն չթափեք եւ օտար աստվածների հետեւե չգնաք ու ձեր չարիքի պատճառ կլա, որ ձեր չարիքի պատճառ կլա, այն ատեն այստեղ ձեր հայրու տված երկրից մեջ պիտի բնակեցնեմ ձեզ հավիտյանս հավիտենիդ։ Սիրելի եղբայրներ քույրեր, Աստված այս օրինակը նախապես Իսրայելի ժողովրդին ստեղծեց, տվեց, բայց ավետարանն ասում է, որ մարդիկ չնայեցին, չընդունեցին, չհավատացին այդ խոսքերին, որը գրված է նույն գլխի 27-րդ խոսքում։ Դու այս բոլոր խոսքերը անոնց պիտի ասես, բայց քեզի մտիկ պիտի չմեն, զանոնք պիտի կանչես, բայց քեզի պատասխան պիտի չտան։ Եվ շատ հետաքրքիր մի պայման, երբ որ արդեն եկել էր գերության շրջանը, երբ որ Իսրայելը արդեն գերության պիտի տարվեր, նրանք կանգնել էին Նաբուկոդոնոսոր թագավորի առաջ, Նաբուզարդան դահճապետի առաջ էին կանգնած, սիրելի քույրեր եղբայրներ, ավետարանն ասում է, որ Երեմիային մոտիկացան շատ մարդիկ եւ հարցրեցին. գնանք Եգիպտոս, թե չգնանք Եգիպտոս։ Եվ ասեց Աստված ինչ որ ասի, մենք խոսք ենք տալի, որ անպայման պիտի լսենք։ 10 օր հետո պատասխանը եղավ Երեմիայի միջոցով, Աստված խոսեց, որ Եգիպտոս մի գնացեք, բայց ասին մենք քեզ չենք լսելու, մենք պիտի գնանք։ Մերժեցին Աստծուն։ Աստված օգնական լինի։ Մի փոքրիկ պատմություն նահանգներից մի նահանգապետ իր շքախմբով գնում է Երուսաղեմ։ Եվ Երուսաղեմում եղբայրներ քույրեր, Գողգոթայում երբ որ նրանք աղոթք են անում, աղոթքի ժամանակ երբ որ ինքը ծունկի է գալիս, որ աղոթք անի, կողքիններն ասում են հարմար չի քեզ, ստեղ ծունկի գալու աղոթք անելու։ Ասում գիտեք Գողգոթան մի տեղ է, որտեղ ցածրերը բարձրացնում է, բարձրերին ցածրացնում է, Գողգոթան այդտեղն է։ Եղբայրներ քույրեր, այս տունը այնտեղն է, որտեղ մտնողը պիտի մխիթարվի։ Եվ ինքը չմխիթարվեց։ Մենք այսօր ցավոք սրտի ապրում ենք մի երկրում, որտեղ շատ մայրեր ունենք իրանց որդիների կորցրած, որտեղ շատ գյուղեր եւ շատ քաղաքներ ունենք, որտեղ չկա մի հատ
գերեզմանատուն, որտեղ դրոշ չլինի, որտեղ մեր ազգի երիտասարդությունից կամ զինծառայողներից կորուս չունենանք։ Աստված այսօր այս եկեղեցիները նաև նրանց համար է պատրաստել, որ նրանք էլ մտնեն այս օջախը, այս տունը, այս տարածքը եւ իրանք կարողանան մխիթարություն գտնեն։ Միշտ թաղումների ժամանակ, հողարկավորությունների ժամանակ մենք մարդկանց այսպիսի խոսքեր ենք ասում, Աստծով մխիթարվես, Սուրբ Հոգով մխիթարվես։ Եվ այսօր շատ կարևոր է, քույրեր եղբայրներ, մենք այդ մխիթարությունը կարողանանք գտնել երկնքից եւ այդ մխիթարությունը ստեղ է։ Եկեղեցում է, որտեղ դու կարող ես մտնել եւ երկնքից մխիթարությունը ստանաս։ Ստեղ կարող են կամ փողոցում կամ շրջապատում կարող են քեզ խոսքեր ասեն, լավ բառեր ասեն, դու կարաս մխիթարվես, բայց գիշերը, երբ որ պարկես քնելու, դու մենակ ես լինելու եւ մեկը չի լինելու, որ քեզ մխիթարի ու կարողանան խոսքերն ասի, որ քո հոգին կշտանա, քո ներսը խաղաղություն գտնի, դա կարող է միայն մեր երկնքի Տերը Հիսուս Քրիստոս, արդար ու ճշմարիտ Աստվածը, որ իմ ու քո համար եւ մխիթարություն եւ հաղթություն։ Ես կխնդրեմ, որ Աստված օրհնի այս տարածքը եւ այստեղից խոսքեր հնչեն, որ մարդիկ մտնողը մխիթարվեն ու բժշկություն գտնեն։ Ամեն։